Ջևդեթ Փաշան չէր թաքցնում իր մտադրությունները եւ 12000 կանոնավոր բանակ էր բերել վանեցիների դեմ պայքարելու համար։ Սա դեռ չհաշված այն տարբեր զինյալ խմբերը անկանոն, որ միացել էին Ջևդեթ Փաշայի ստորաբաժանումներին եւ նա նույնիսկ գնում էր այնպիսի մեթոդների, որ օրինակ Բիթլիսի նահանգից համոզել էր տեղի քրդերին, որ եթե նրանք կարողանան միանալ այս գործողություններին, ապա ամբողջ ավարը նրանց է շնորհվելու եւ այս մոտիվացված խմբերին եւս ներգրավում էր փաստորեն հայերի դեմ գործողություններին։ Հետո տեսնում ենք, որ վանեցիները փաստացի ունեին կոնկրետ Այգեստանում առավելագույնը 1500 տղամարդ, ով կարող էր հանդես գալ որպես զինվոր եւ ընդամենը 500-ից մի փոքր ավելի ատրճանակ եւ նույնքան էլ հրացան։ Վանեցիների ունեցած միջոցների հաշվին եւ մետաղի համապատասխան հումքի հաշվին տեղի վարպետները կարողացան 2 թնդանոթ պատրաստել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։